Հա, հիմա համ ցույց կտամ, համ այնուհետև on-line էլ մենք կտեղադրենք, էլի։ Այո, հենց հիմա live-ով ընթանում է Ուժեղ Հայաստանի էջով։ Ուզում եք, ես խոսեմ, հետո անջատենք հենց արդեն կայքնացածն։ Հա, մերսի շո։ Հա, ջան, էջով գնում է, չէ՞ լավ։ Արամ այսպես էլ ուժեղացնեմ։ Լավ է։ Լավ է, թող մնա։ Հետո որ ես ընթացքից Սկսենք ժողովուրդ, հա, հարմար է։ Ողջույն հարգելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ ներկա եք գտնվում այստեղ լուսաբանել նպատակով։ Սա շատ կարևոր առաքելություն է, որովհետև մենք բոլորս գտնվում ենք համապետական խորհրդարանական ընտրությունների ծիրում եւ որպես Ուժեղ Հայաստան դաշինքի եւ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ մարդ, ով նախկինում ղեկավարել է դիտորդական առաքելությունները եւ ընտրական գործընթացներում խախտումներ է արձանագրել եւ վերահսկողություններ իրականացրել դրանց օրինականության նկատմամբ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում, թե ընտրական գործընթացի չիմացության վերաբերյալ քաղաքացիներից հարցադրումներ, հա, ինչպես է իրականացվելու, ինչպիսի հարցեր են ունենալու, թե հարցադրումներ եմ ստանում եւ ահազանգեր ենք ստանում ենթադրյալ խախտումների վերաբերյալ, ինչը առավել քան մտահոգիչ է, որովհետև մեր քաղաքական ուժի, մեր դաշինքի առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավար եւ իրավական ընտրություններն են, ուղղակի հավասար, ընդհանուր եւ թափանցիկ։ Եվ մենք բացառիկ կերպով անհամեստորեն ասեմ, հսկայական ներուժ ենք ներդնելու, որպեսզի քաղաքացիների համար ընտրական գործընթացի օրինականությունը մաքսիմալ ապահովենք։ Հիմա կարճ հակիրճ ներկայացնեմ մեր քաղաքացիների համար, ինչ է իրենց սպասում, որովհետև առաջին խնդիրներից մեկը, որը ես նաև հնարավորություն եմ ունեցել տեսնել հենց ընտրատեղամասերում, թե 2021 թվականի համապետական ընտրություններին, թե Գյումրիում, թե հետագայում, հա, վաղարշաբաթում, թե անգամ Երևանի ավականու ընտրություններին, դա քաղաքացիների ընտրական գործընթացի չիմացությունն է։ Մարդը մտնում է ընտրատեղամաս եւ չի պատկերացնում, թե ինչ է իրեն սպասում եւ քայլերի հաջորդականությունը։ Հակիրճ քայլերը նկարագրելու համար հետեւյալն է տեղի ունենում։ Քաղաքացին մտնում է ընտրատեղամաս, անպայման իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, ID կամ անձնագիր։ Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ չմոռանաք, ընտրության գնում ենք անձը հաստատող փաստաթղթով, որովհետև այո, եղել են դեպքեր, երբ մարդը եկել է, հա, այդքան ժամանակ է ծախսել եւ իր մոտ արկա չի եղել անձը հաստատող փաստաթուղթ։ Առաջի քայլը մարդը մոտենում է մի սեղանի, որտեղ տեղադրված են սարքավորումներ, որոնք նույնականացում են իրականացնում։ Այս սարքավորումները 3 արդյունք կարող են ցույց տալ՝ կանաչ, դեղին կամ կարմիր լույս։ Բնականաբար կանաչի պարագայում ամեն ինչ նորմալ է, դեղինի կամ կարմիրի պարագայում լինում են որոշակի ընթացակարգեր։ Հնարավոր է տվյալ քաղաքացու անհատականացման խնդիր կա անձը հաստատող փաստաթղթով։ Հնարավոր է քաղաքացին տվյալ տեղամասային կենտրոնում գրանցված չէ։ Հարգելի հայրենակիցներ, մենք այսօր թողարկում ենք հատուկ կայքեջ պաշտոնական մարմին ու պետական մարմինները, պաշտոնական էջերը ունեն հատուկ ընթացակարգ, որտեղ դուք ձեր տվյալներով կարող եք նախնական ստուգում իրականացնել, թե որ տեղամասային կենտրոնում եք դուք գրանցված։ Սա կարևոր իրազեկում է ու ես կխնդրեի սա մաքսիմալ տարածել, որպեսզի քաղաքացին ընտրության օրը տեխնիկական խութերի պատճառով չզրկվեր իր հիմնական ընտրական իրավունքը իրականացնելու հնարավորությունից։ Այնուհետև, երբ քաղաքացին այս դեղին եւ կարմիր լույսի պարագայում հնարավոր է անձնագրային խնդիր, հնարավոր է տեղամասային կենտրոնի շփոթի խնդիր, քաղաքացուն ուղղորդում են հանձնաժողովի անդամները։ Եթե լրացուցիչ խոչընդոտ է տեղի ունենում, մենք այսօր հրապարակելու ենք թեժ գծի հեռախոսահամար, որը գործելու է թե
նախընտրական շրջանում մինչև հունիսի 7-ը, թե հունիսի 7-ին ողջ օրվա ընթացքում, որի միջոցով քաղաքացիները կարող են ահազանգել հնարավոր միջամտությունների եւ ընտրախախտումների վերաբերյալ։ Սարքավորումից հետո քաղաքացին մոտենում է քվեաթերթիկների սեղանին, որի վրա դասավորված են լինում 1-ից 19 քվեաթերթիկները եւ ըստ հերթականության 1-ից 19 տրցակով հավաքվում եւ տրամադրվում են քաղաքացուն։ Այս սեղանի հետ կապված բավականին շատ խնդիրներ են ծագել ժամանակին տարբեր ընտրություններում։ Օրինակ, ընդհուպ մինչև եղել է իրավիճակ, որ մի քանի ժամով որոշ ընդդիմադիր քաղաքական ուժի քվեաթերթիկներ սեղանի վրա տեղադրված չեն եղել։ Իհարկելի քաղաքացիներ, եթե ընտրության օրը այնպիսի իրավիճակ լինի, որ մոտենաք որևիցե քվեաթերթիկ, որևիցե համարի ներքո բացակայի սեղանի վրայից, անպայման ահազանգում եք ու պահանջում եք, որպեսզի բոլոր քվեաթերթիկները ձեզ տրամադրվեն։ Նաև հնարավոր է վնասված քվեաթերթիկ լինի, խնդրում եմ նաև դրան ուշադիր լինել, որովհետև եթե քվեաթերթիկը վնասված է եւ դուք ընտրություն եք կատարում, այնուհետև դա այդ քվեաթերթիկը անվավեր համարելու հիմք է լինելու։ Հետևաբար ձեր իմացությունը, իրազեկվածությունը հնարավորություն են տալու կանխարգելել հնարավոր միջամտությունները ընտրական գործընթացին։ Այնուհետև, երբ քաղաքացուն տրվում են 1-ից 19 քվեաթերթիկները եւ ծրարը, քաղաքացին մտնում է քվեախոց։ Քվեախոցում, հարգելի հայրենակիցներ, դուք բացառապես պարտավոր եք միայնակ գտնվել եւ լրացուցիչ որևէ վերահսկողություն, միջամտություն ձեր նկատմամբ բացառվում է։ Քվեախոցի պարագայում բացառությամբ, եթե դուք որևէ ֆիզիկական խնդիր չունեք եւ աջակցության ակնհայտ, իրավական հենքով կարիք չունեք, օրինակ մարդը ձեռքն է կոտրվել, հատուկ ընթացակարգ կա, ինչպես է նրան թույլատվություն տրվում եւ արձանագրվում է դա լրացուցիչ օգնությամբ, երկրորդ անձի օգնությամբ կատարելու իր քվեարկությունը։ Մարդը քվեախցում այդ քվեաթերթիկներից մեկը ընտրում է իր համար ցանկալի քաղաքական ուժինը, տեղադրում է ծրարի մեջ։ Մնացած քվեաթերթիկները, հարգելի քաղաքացիներ, դուք իրավունք չունեք դուրս բերելու։ Պետք է նետվեն քվեախցի մեջ առկա դիմացի փոքրիկ աղբար տղա։ Եվ այնուհետև քաղաքացին ծրարի մեջ տեղադրված քվեաթերթիկով ծրարը ձեռքին դուրս է գալիս։ Շատ կարևոր կարգավորում, որը նորություն է, հարգելի հայրենակիցներ, բոլորս է հիշում ենք ապրիլի 7-ին հայտնի օրինագիծը, որը մի քանի ժամվա ընթացքում հատուկ մեր քաղաքական ուժին, Ուժեղ Հայաստան դաշինքին նվիրված ընդունվեց, կհիշեք, մենք մարտի 31-ին ազդարարել էինք, մեր դաշինքի անվանումը այն Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ էր կոչվում, եւ մի քանի օր անց, երբ արդեն մեր իրավական գործընթացները մեկնարկ էին տվել, մենք տեսնում ենք մի նախագիծ հապշտապ արտահերթ կարգով ընդունված, հակաօրինական, որովհետև միջազգային եւ ներպետական չափորոշիչներին հակասում են, որով արգելեցին անձնանունների կիրառումը։ Բնականաբար այս նախագիծը ուղղակիորեն մեր քաղաքական ուժին նվիրված էր եւ կոնկրետ հավասարության սկզբունքը ընտրական գործընթացի հերթական անգամ մեր նկատմամբ կիսակիրառվեց, խախտվեց, բայց դրան զուգահեռ այդ նախագծում եւս մեկ փոփոխություն կար, որի մասին բազմաթիվ մեր հայրենակիցներ իրազեկ չեն։ Եթե ծրարի մեջ քվեաթերթիկից բացի այլ քվեաթերթիկ է առկա լինում, բոլոր քվեաթերթիկները այլևս անվավեր են ճանաչվելու։ Ես խնդրում եմ սրան շատ մեծ ուշադրություն եւ իրազեկում, որովհետեւ նախորդ ընտրությունների փորձառությունս հաշվի առնելով, հաշվարկների ժամանակ մենք բազմաթիվ դեպքեր է լինում, որ ծրարներից հանում ենք 1-ից ավելի քվեաթերթիկներով տրցակ, մարդը քաղաքացին գալիս է, օրինակ 1-2 երրորդ քվեաթերթիկն է, ուզում ընտրել։ Երրորդից սկսած մնացած տակի քվեաթերթիկները դնում է ծրարի մեջ, մոռանում է նետել աղբարկը, իներցիայով տարիքով մարդիկ են լինում, շփոթմունքի տեղիք է տալիս։ Եվ նախկին ընթացակարգը, որը գործում էր, մենք վավեր էինք համարում այն քվեաթերթիկը, որի վրա փակցված էր դրոշմանիշային կնիքը։ Շատ հաճախ բնականաբար երբ տրցակ էր լինում, մարդու համար կարող է ոչ ցանկալի քվեաթերթիկը վավեր համարվել, որովհետև հակառակ կողմից է փակցվում։ Բայց այլևս, եթե 1-ից ավելի քվեաթերթիկ կամ ավելորդ իր է լինում մեջը տեղադրված, բոլոր քվեաթերթիկները
անբավեր են համարվում, հետևաբար խնդրում եմ ուշադիր լինել, որ այդ տրցակի մեջից քվեաթերթիկների կոնկրետ մեկ ընտրեք։ Այնուհետև, երբ ձեր ընտրությունը կատարեցիք դուրս եք գալի, մոտենում եք վերջին սեղանին, որի վրա տեղադրված է լինում քվեատուփը եւ կողքը աշխատակիցը հանձնաժողովի անդամը նստած է լինում դրոշմանիշային կնիքներով։ Սա ընտրական գործընթացի ամենակարևոր փաստաթուղթն է, փոքրիկ այսպես ստիկեր է դրոշմանիշային կնիքը, որը հաստատում է տվյալ քվեաթերթիկի վավերականությունը։ Առանց դրոշմանիշային կնիքի քվեաթերթիկները ուղղակի թղթի կտոր են։ Եվ ունեցել ենք դեպք, խնդրում եմ այստեղ ուշադիր լինել, որ դրոշմանիշային կնիքը, օրինակ աշխատակցի կամ քաղաքացու շտապողականության պատճառով չի փակցվել եւ քաղաքացին նետել է ծրարը քվեատուփը։ Այս պարագայում պահանջում ենք, որպեսզի նորից զրոյականից արձանագրվի այդ հանգամանքը, որ առանց դրոշմանիշ նետվել է ծրարը եւ նորից քաղաքացուն սկզբից տրամադրվեն քվեաթերթիկները ծրարը ու նորից մարդը իր ընտրական իրավունքը իրացնի, որովհետեւ այստեղ տեխնիկական վրիպակի պատճառով չի կարող քաղաքացու ընտրական հիմնարար իր քաղաքական իրավունքը ավելի նվաստ կարգավիճակ ստանալ։ Հարգելիները, սա ըստ էության հիմնական գործընթացն է արագացված ներկայացված, որը տեղի է ունենում։ Հիմա ուզեի իմ կողմից արձանագրված եւ գործընկերներիս կողմից այդ թվում ինձ փոխանցված ահազանգերի մասին խոսել։ Հատկապես ահազանգերը տրամաբանորեն օրվա իշխանության քաղաքական ու այդ տվյալ քաղաքական ուժի կողմից են արձանագրվում, որոնք ովքեր մասնակցում են այս ընտրապայքարին եւ հատկապես մեր քաղաքական ուժի պարագայում առաջին անգամ չէ, որ իրենց թույլ են տալիս վարչական ռեսուրսների շահարկում եւ կիրառում։ Առաջին հիմնական ահազանգը, որ ստանում ենք, դա այն է, որ քաղաքացիներին հրահանգում եւ ստիպում են լուսանկարահանել կամ տեսանկարահանել քվեախցիկում այն քվեաթերթիկը, որ ըստ էության իրենց ուժի օգտին տրվող քվեաթերթիկը։ Հարգելի հայրենակիցներ, սա ըստ էության արգելված արարք է, առաջին, երկրորդ, դուք հիմա հնարավորություն ունեք մտնել, քանի որ ընտրություններին այլևս չկա գրիչ եւ մատիտ, մարդիկ ընդհանրապես ընտրում են մի քվեաթերթիկը եւ տեղադրում են ծրարի մեջ։ Դրեք այդ տվյալ ուժը, եթե վախեր ունեք, ճնշման եք ենթարկում, նկարեք, այնուհետև նետեք աղբար կղան եւ ընտրեք այն քաղաքական ուժին, որին իսկապես ցանկանում եք տալ ձեր քվեն։ Սա մեկ։ Երկրորդը, ահազանգեր ենք ստանում, որ մարդկանց ստիպում են, մասնավորապես մեր ուժեղ Հայաստան դաշինքի երրորդ համարի քվեաթերթիկը դուրս բերել որպես ապացույց, որ մեր օգտին չեն քվեարկելու։ Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է եւ դուք ինքներդ կարող եք խնդիր ունենալ, եթե արձանագրվես, որ դուք քվեաթերթիկ եք դուրս բերում։ Հետևաբար, կրկին ասում եմ, մի թույլ տվեք, որպեսզի ձեր նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառեն ու դուք եք դառնալու ու հիմնական այն աղբյուրը, ովքեր որոշելու են, թե ով է մեր Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը եւ այս ճնշումներին վերջ տալու հիանալի ու շատ մոտալուտ հնարավորություն ունեք, հետևապես կրկին եմ ասում, թեկուզ առնվազն այն տեսանկյունից, որ ռիսկ է, մի գնացեք ռիսկի կատարելու իրավախախտում, որովհետև քվեաթերթիկ դուրս բերելը, բացի այն, որ ձեր կամքի վրա հարկադրանք է եւ ճնշում ձեր նկատմամբ, նաեւ իրավախախտում է, որը կարող է հետևանք ունենալ։ Եվ երրորդ ահազանգը, որի մասին էլի լսել էինք նախորդ ընտրություններին, դա այն է, որ քաղաքացիներին հատկապես մարզաբնակ, գյուղաբնակ ահաբեկում են, ասում են, որ քվեախցերում գաղտնի տեսախցիկներ են տեղադրված լինելու, որի միջոցով նայելու են, թե մարդը ում օգտին է քվեարկում։ Հայեր ջան, մենք բոլոր 2005 տեղամասային կենտրոններում ունենալու ենք ներկայացուցիչներ եւ երաշխավորում ենք, որ քվեախցերում եւ տեղամասային կենտրոններում բացի օրինական տեսախցիկներից ավելորդ թաքնված որևէ տեսախցիկ չի լինելու, որը կկարողանա արձանագրել, թե դուք ում օգտին եք քվեարկում կամ ինչպես եք ձեր կամ արտահայտությունը դրսևորում։ Հարգելի հայրենակիցներ, գնացեք ազատորեն
իրացրեք ձեր քաղաքական իրավունքը, որովհետև այսօր շեղել են այն սահմանադրական ճշմարտությունը, որ քաղաքացին ու ժողովուրդն է մեր երկրում Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը եւ շեղվել ու խեղել են քաղաքացիական պայմանագիրը քաղաքացու հետ։ Դա բացարձակ ճշմարտություն է, դա սահմանադրորեն ամրագրված հիմնադրույթ է, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ մեր նպատակն է, որ մեր երկրում հնարավորություն ունենանք կազմակերպել եւ իրականացնել արդար, հավասար, ուղղակի, ընդհանուր ընտրություններ, որովհետև հենց ընտրությունների որակն է տալիս տվյալ պետության իրավական ու ժողովրդավար լինելու հիմնական գնահատականը։ Հիմա հաշվի առնելով այս միջամտությունները եւ մի շարք այլ խախտումներ, որոնց հետքերով մենք դիմումներ ենք ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, օրինակ նույն վարչական ռեսուրսների կիրառման դեպքերը, տեխնիկական, նաեւ նշեմ, որ խախտումները իրենց բնույթով լինում են տեխնիկական եւ բովանդակային։ Տեխնիկական են օրինակ պաստառների հետ կապված գործընթացները, կրկին, մենք արձանագրած ունենք դեպքեր, այդ թվում տեսանյութ, ինչպես են իշխող ուժին քաղաքացիական պայմանագրին առնչելի գործիչներ, մարդիկ, ակտիվիստներ պատռում մեր պաստառները ուժեղ Հայաստան դաշինքի։ Դա եւս իրավախախտում է եւ պետք է հետևանք կրեն։ Բայց բովանդակային առումով էլ մենք բովանդակային առումով է արգելիներս ավարտեմ ու հարցերին անցնենք։ Բովանդակային տեսանկյունից էլ խախտումներ են, երբ օրինակ վարչական ռեսուրսներն են կիրառվում։ Մի հետաքրքիր ինֆորմացիայով է կիսվեմ, չխորանամ մեր դիմումների բովանդակության մեջ ժամանակ հնայենք, մենք վեր ենք հանել ցուցակներից մոտավորապես հազարավոր հասցեներ, իսկ կոնկրետ 100-ը գերազանցողը 689 հասցե, որոնց վրա 100-ից ավել մարդ է գրանցված, հաշվառված։ Այս սրա հետքեր կոնկրետ օրինակ մի հասցե կա, որի վրա 303 անձ է հաշվառված։ Սրա հետքերով դիմել ենք թե ներքին գործերի նախարարություն, թե կենտրոնական ընտրական հանձնաժողով պարզաբանման նպատակով, որովհետև առնվազն հարյուրավոր հասցեները 100-ից ավել հաշվառված անձանցով մտահոգության տեղիք են առնվազն տալիս եւ լիահույս եմ, որ նորմալ պատշաճ պարզաբանում եւ լուսաբանում կստանա այս հարցը։ Հիմա ես կցանկանայի մեր կողմից պատրաստված կայքեջը ներկայացնել, որտեղ թե ընթացակարգն ենք ընտրական գործընթացի ներկայացնում, թե ներկայացնում ենք մեր թեժ գիծը եւ խնդրում եմ հարգելիներս, մենք այնտեղ նաեւ հնարավորություն ունենք էլեկտրոնային մեյլ ունենք որպես թեժ էլեկտրոնային հասցե, որտեղ հնարավորություն կոճակ կա ձեր կոնֆիդենցիալությունը երաշխավորելու, այնպես որ եթե անգամ վախեր կա, իսկ այդ վախերը կան, մարդիկ փողոցում մոտենում են, օրինակ ես ահազանգերը ինձ ներկայացնում են, որ օրինակ ին վրա ճնշում են գործադրել, որ պետական նման հիմնարկի աշխատակից եմ, որպեսզի նկարեմ իմ քվեաթերթիկը, որպեսզի մարդը խնդիր չունենա, մենք այդ կոնֆիդենցիալության հնարավորությունը քաղաքացիներին տալիս ենք ու մենք անպայման գնալու ենք ահազանգերի հետքերով։ Եթե կարելի է անցնենք կայքեջի ներկայացմանը, հա։ Ինչքան էլ որ քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, փորձել ենք հնարավորինս քաղաքացու իրավունքներից եւ քաղաքացու իրավունքի միտված էջ պատրաստել, այն կոչվելու է «Թո ձայնը» քաղաքացիական ուղեցույց է։ Օրինակ, սկսենք հենց սկզբից, քվեաթերթիկը։ Մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե քվեաթերթիկը ինչ տեսք է ունենալու, քանի որ երեք հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովում արտահերթ նիստեր հրավիրված եւ քվեաթերթիկների պաշտոնական տեսքը հաստատվեցին, ես մեր քաղաքական ուժի քվեաթերթիկի օրինակով բերեմ։ Տեսեք, հարգելի հայրենակիցներ, ձեզ տրվելու են ըստ համարների նման քվեաթերթիկներ, որի վրա նշված է համարը, այս դեպքում մեր պարագայում երրորդ համար, նշված է լինում ուժի անունը, ուժեղ Հայաստան դաշինք եւ նշված են լինում առաջին, երկրորդ եւ երրորդ թեկնածուների անուն, ազգանուն, հայրանունները։ Շատ այստեղ մի հանգամանքի ուշադրություն հրավիրեմ 2021 թվականին երկու դաշինքների քվեաթերթիկների վրա, ընդդիմադիր դաշինքների
հայտնաբերվել էին առավոտյան տպագրական հետքեր, այս հատվածում տպագրական ավելորդ հետքեր։ Ես ահազանգ ստանալով իմ դիտորդներից, ովքեր գտնվում են տեղամասային կենտրոններում, դիմել էի կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ԿԸՀ-ն բազմաթիվ դիմումների հիմքով հայտարարեց, որ դա տպագրական հետք է եւ անվավերության հիմք չի կարող հանդիսանալ։ Եթե մենք չհազանգենք, շատ հավանական էր, որ հաշվարկի ժամանակ տվյալ քվեաթերթիկները անվավեր կճանաչեն եւ քաղաքական ուժը տեխնիկական պատճառով կկորցներ քաղաքացիներին իրենց տրված ձայները։ Այնպես որ եթե քվեաթերթիկի վրա բացի նշվածից ավելորդ նշումներ եք տեսնում, անպայման խնդրում եմ ահազանգեք։ Ու կրկնում եմ, կապ չունի, որ քաղաքական ուժի մասին է խոսքը։ Մեր խնդիրն է, անգամ եթե այլ քաղաքական ուժ լինի, ես հավատարիմ եմ մնում իմ դիտորդական առաքելության ղեկավարի պատգամին եւ կրկին պատրաստակամ ենք բոլոր քաղաքական ուժերի պարագայում էլ խախտումները բարձրաձայնել։ Հիմա տեսեք, այստեղ հղում ենք տվել եւ մարդիկ կարող են մտնել այս կոճակով եւ ստուգե անցնելով Elections AM կայքեջին, որի մասին լրացիչ էլի էի տեսանյութ պատրաստել եւ ստուգել իրենց տեղամասային կենտրոնը, որպեսզի ընտրության օրը խնդիր չունենան, հասկանալու թե որտեղ են։ Խնդրում եմ անտարբեր միանցեք ձեր տեղամասը ստուգելու կոճակի կողքով, որովհետև էլի ահազանգեր կան, բազմաթիվ քաղաքացիներ մոտենում են, ասում են, որ իրենց տեղամասային կենտրոնները նոր ցուցակներով փոփոխվել են։ Անգամ դեպք ունենք, երբ մի ընտանիքը նույն հասցեում բնակվող երկու ընտանիքի անդամներից մի տեղամասում են, այս պահի դրությամբ գրանցված երկուսին նոր տեղամաս են տեղափոխել, այսինքն ընտանիքի համար արհեստական անհարմարություն է։ Եվ ես շատ եմ խնդրում հատկապես փորձենք իրազեկել մեր երիտասարդությանը, որովհետև երիտասարդությունն է այն կապողողակը, ով օգտվում է էլեկտրոնային կայքեջերից եւ հնարավորություն ունի իր բարեկամների, ընտանիքի անդամների, հատկապես տարեցների համար այս ստուգումներն իրականացնել եւ իրազեկել ընտանիքի անդամներին։ Այստեղ հենց հիմնական էջի վրա երկրորդ կոճակը հաղորդիր խախտում։ Մարդը դիմում է, սխում է այստեղ եւ տեսեք, կարող է ինքը ընտրել, անանուն է ուզում հաղորդել, թե ոչ։ Այստեղ էլեկտրոնային եղանակով ենք մենք ստանում խախտման մասին ահազանգը, բայց նաեւ տեսեք, այստեղ ունենք, հիմա վերադառնամ հիմնական էջ, մեր թեժ գիծը 055 522 552 հեռախոսահամարը։ Խնդրում եմ այս հեռախոսահամարը ամրագրել եւ թե ընթացիկ մինչեւ հունիսի 7-ը, թե հունիսի 7-ի ընթացքում, ընտրության օրվա ընթացքում խախտումների վերաբերյալ կատարել ահազանգեր։ Այստեղ ինչպես են քվեարկում, ես այն ընթացակարգը, որ ներկայացրեցի, քայլերով տրված են, ու այստեղ տրված են դեպքեր ինչ անել, էլի դեպքերը տրված են, օրինակ ինձ ստիպում են ընտրել որոշակի կուսակցության օգտին, ահազանգը, քվեաթերթիկս վնասվեց, շատ հարցեր կան, որ քաղաքացին գնում է եւ շատ կարևոր է հանձնաժողովի անդամների վերաբերմունքը քաղաքացունի, իրականում ի պատիվ շատ հանձնաժողովականների, ես կրկին ընդգծեմ, որ բազմաթիվ ընտրությունների միջով եմ անցել, մարդիկ անկախ իրենց քաղաքական հայացքներից շատ պրոֆեսիոնալ մոտեցում են դրսևորում քաղաքացիներին այդ պայմանությամբ խորհրդատվություններ են իրականացնում, ուղղորդում են, բայց ցավոք սրտի հակառակ պատկերն էլ ունենք, օրինակ նույն 2021 թվականին անձամբ ինձ հետ Երևան քաղաքում պատահած միջադեպ եմ ասում, հանձնաժողովի անդամը կրկին լինելով իշխանության ներկայացուցիչ այդ օրվա դրությամբ շատ անադեկվատ վարքագիծ էր դրսևորում, ընդ որում իր վարքագիծը քրեական օրենսգրքով արգելված արարքների շրջանակում էր տեղավորվում, խոչընդոտում էր թե դիտորդների, թե հանձնաժողովականների բնականon օրենսդրությամբ թույլատրված գործերը, օրինակ արձանագրումը խախտումների։ Այնուհետև իհարկե բնականon ընթացքը վերականգնվեց պետական մարմինների միջամտությունից հետո, բայց ամեն իրավիճակ հնարավոր է։ Ինչու է ժողովուրդ ջան շատ կարևոր այս ընթացակարգի, այս կայքեջի, այս թեժ գծի հրապարակումը, այս փուլում, որովհետև
շատ հաճախ մեր հայրենակիցները իրազեկ չեն, իրավատեր չեն, իրավագիտակից չեն, ինչը լրացուցիչ խնդիրների է բերում։ Մարդիկ վախենում են ճնշումներից, մարդիկ չեն հասկանում, մոլորեցնում են այդ պայդրությամբ, չեն կարողանում տեր կանգնել իրենց իրավունքներին։ Մենք փորձում ենք բոլոր մեխանիզմները, գործիքները տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որպեսզի իրեն ընտրության օրվա դրությամբ ու իր քաղաքական կամքի նկատմամբ լրացուցիչ միջամտություն թույլ չտան։ Այստեղ արդեն ներկայացրեցի ստուգիր եւ հաղորդիր թեժ գծերը, նաեւ ասեմ, որ մենք եռալեզու ենք կայքեջը պատրաստել, որովհետեւ կրկին հայրենակիցներ ունենք, որ հայատար ցավոք սրտի չեն կարողանում կարդալ, արտասահմանից են եկել եւ օրինակ նույն անգլերենով բազմաթիվ հարցումներ են, անում, ասում են կարող եք անգլերեն տեքստեր ուղարկել, որպեսզի ծանոթանանք, այնպես որ եռալեզու կայքից օգտվելու հնարավորությունը կա։ Շատ շնորհակալ եմ տրամադրած ժամանակի համար, եթե հարցեր ունեք, սիրով։ Հա, հիմա միացնեն լույսը։ Ահա, լսում։